Ամեն օր աշխատանքները սկսելիս անպայման մտնում եմ 2-3 կայք, դա Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի կայքն է, մեր պաշտպանության նախարարության եւ նախարարի մամուլի խոսնակի Facebook-ի էջը ու սարսափում եմ։ Միշտ դիվերսիա սահմանին, կրակոցներ եւ զոհ։ Այս տարի մանավանդ մի քանի անգամ եղան նման դեպքեր։ Լրագրողները գրեցին, լրատվամիջոցները գրեցին, որ կա 7 զոհ, նախարարը 3 շտապեց ուղղել 10 զոհ, շտապեց ուղղել 10 զոհ չի, 7 զոհ է։ Հավատացեք, որ 7 զոհն էլ է շատ։ Եկեք խոսենք սահմանային նկատի ունես վերջին մի ամսվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում դեռ մեկ ամիսն էլ չի բոլորել եւ այդքան խոսենք պատերազմում հաղթանակի, սահմանային իրավիճակի եւ դիվանագիտության մասին։ Ինչ ունենք մենք այսօր, ինչու է սահմանում այս վիճակը։ Այսօր բանը մենք տպավորություն ունենք, որ գլխավոր գերատեսչությունը, մեր երկրի պաշտպանության նախարարությունն է, որովհետեւ ասենք քիչ թե շատ ժողովրդին հանգստացնող կամ որոշակի ձեռքբերումներ, հա, եւ կայացած որպես ինստիտուտ մեր բանակը, այս իմաստով, հա, կարծես թե իսկապես գլխավոր գերատեսչությունը տեղ կա որ պիտի խոսի դիվանագետը, խոսում է պաշտպանության նախարարը, տեղ կա որ պիտի պրեզիդենտը ինչ որ հայտարարություն անի։ Մեր տպավորությամբ այսօր այդպես ինքն է դարձել գլխավոր դեմքը, ոչ այսպես բարենպաստ հանգամանքների պատճառով։ Մեր քննարկման հիմնական հարցը, պարոն Նավասարդյան, հետեւյալն է. մեր բանակը կատարում է իր պարտքը։ Արդյոք դիվանագիտական ավելի ակտիվ ջանքերի կարիքը չի զգացվում, որպեսզի մեղմվի այն իրավիճակ, որ հիմա կա։ Գիտեք, այս հարցը ընդհանրապես շատ շոշափված հարց է։ Պարզապես այս 20 տարվա մեջ ստացվել է այնպես, որ մեր զինված ուժերը իրենց գործողություններով եւ գործողությունների արդյունքով կարծես թե մեկ քայլ առաջ են քան մյուս բոլոր նախարարությունները եւ մյուս բոլոր կառույցները։ Սա գիտեք մի կողմից ուրախացնում է, որովհետեւ այնպիսի վիճակ է Հայաստանում եւ Հայաստանի շուրջը ավելի շուտ, որ առանց նման բարձր մակարդակ ունենալու մենք շատ այսպես ասած տխուր վիճակում կգտնվեինք։ Եվ սա այսօրվա խնդիրը չէ միայն։ Մինչև 94 թվական ռազմական գործողությունները բանակը ցույց տվեց, որ մեր պատմության մեջ հազվագյուտ էջերից մեկն է, որ մենք կարողացել ենք շնամու նկատմամբ առավելություն այդ ձևի ձեռք բերել։ Եվ իհարկե լավ կլիներ, որ դրան հաջորդեր եւ դիվանագիտական գործողությունները, այսինքն այն ինչ որ կատարվում է ռազմի դաշտում, դա ամրապնդվեր դիվանագիտական ճանապարհներով, խողովակներով, կամ ես հակառակը կասեի, լավ կլիներ, որ դիվանագիտություն լիներ առաջի կարգում, հա, Ոչիններ պատերազմ, հա, ոչիններ պատերազմ, որովհետև դիվանագիտության խնդիրն է հարցերը լուծել միջպետական, միջկառավարական, միջժողովրդների միջև, որպեսզի հարցը չհասնի դրան։ Վերջին հաշվով դիվանագիտությունը ինքը եւս դիվանագետը զինվոր է, բայց խաղաղության դաշտում։ Եթե վերլուծելու լինենք, այստեղ շատ պահեր կան։ Տեսեք, 94 թվականի Բիշկեկի հրադադարի ստորագրումից հետո կարծես թե դրությունը փոխվեց այն առումով, որ աստիճանաբար Հայաստանը սկսեց կորցնել ինֆորմացիոն պայքարում։ Ես ինչի կոնկրետ եթե ասելու լինեմ, ես այդ տարիներին աշխատում էի որպես Հայաստանի ներկայացուցիչ, առաջին ներկայացուցիչ եմ եղել ԵՀԿ-ում եւ անգամ ամենա թեժ մարտական գործողությունների ժամանակ Ղարաբաղյան հարցը դիտվում էր ոչ թե տարածքային ամբողջականության տեսակետից, ինչպես հետո եղավ, այլ Հելսինկյան պայմանագրի շրջանակներում հավասար գնում էր ուրեմն ազգային ազատագրման հարցը, ինքնորոշման եւ ուրեմն տարածքային ամբողջականության Ադրբեջանի։ Ներողություն, դուք ազգային ազատագրական, հա, պատերազմի եւ ինքնորոշման իրավունքի արանքում բուտ դրեցիք, դրանք նույնացրեցիք, է։ Սերեւիթին մի փոքր սխալ դրեցի ակցենտները, ազգային ինքնորոշման հարց, այսպես ասեմ, հա։ Եվ աստիճանաբար սկսեց փոխվել վիճակը։ Նախ ես կարծում եմ դիվանագիտության, եթե սխալ է եղել, ինձ համար գոնե ամենամեծ սխալը դա Ղարաբաղյան կողմի օտարումն էր կամ դուրս մնալն էր ուրեմն բանակցային գործընթացից։ Սա
շատ մեծ վրիպում էր մեր կողմից, կամ դա ստիպողական եղավ, կամ այդպես ստացվեց, ես բազային ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասել, բայց ստացվեց այնպես, որ Ղարաբաղը, որի համար այս ամբողջը կատարվում է, փաստորեն դուրս մնաց բանակցային գործընթացից, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը դեմ առ դեմ հանդիպեցին, հասկանում եք, հակամարտության դաշտում։ Պարոն Հարսարդյան, կներեք, որ ընդհատում, բայց ինձ շատ հետաքրող մի հարց է այստեղ ծագել։ Նախ այսպես հարցը ձևակերպեմ, ուրեմն ինչ եք կարծում, ասենք եթե ռազմական, չգիտեմ, մարդասիրական բոլոր իմաստներով, հա, զինադադարի կնքումը պետք էր, բայց դիվանագիտական իմաստով կարելի ասել, որ դա պարտություն էր։ Կարելի էր գուցե շարունակել պատերազմը եւ դիվանագիտական ավելի մեծ հաջողությունների հասնել։ 1. Երկրորդը դուք որ ասում եք, դուրս մնաց, ինչ որ շրջան Ղարաբաղը բանակցային process-ի մեջ էր, հետո դուրս մնաց, թե ուղղակի զինադադարից անմիջապես հետո չկար ինքը բանակցային գործընթացում։ Ես դրանից հետո չեմ կարող ավելի կոնկրետ ասել, որովհետև այլևս, այսպես ասած, այդ գործընթացին չէի մասնակցում։ Ղարաբաղը որպես բանակցային կողմ դա չէր նշանակում, որ Հայաստանի եւ ուրեմն Ադրբեջանի ստատուս քվոն ուներ, ոչ, նրանք պարզապես գալիս էին Վիեննա եւ անդադ մասնակցում էին եւ բոլոր կողմերի, եւ այս կողմից եւ այն կողմից եւ միջնորդական խմբի անդամների հետ, ռուսական կողմը մասնավորապես շատ էր, ամերիկյան կողմը եւ այլն։ Հա, դուք ասացիք, որ արդյոք պետք է կանգներ, թե ոչ, հա։ Չէ, գիտեք, ասում ենք մենք հիմա քննարկումը սկսեցինք այնտեղից, որ այո, մեր բանակը հաղթանակ տարավ, բայց դիվանագիտական միտքը չկարողացավ ամրագրել այդ հաղթանակը։ Ես ուրիշ տեղից եմ ուզում գալ, գուցե մեր ռազմական միտքը եւ բազուկը պիտի ավելի բարենպաստ պայման ստեղծեին մեր դիվանագիտության համար, այսինքն մի քիչ էլ ավելի ծանր վիճակում դնելով Ադրբեջանին։ Այսպես ասենք, գեներալ Մանվել Գրիգորյանն ասում է, այո, հենց այդ եմ ուզում ասել։ Մանվել Գրիգորյանն ասում է դեմս չառնեին հասնելու էի Բաքու։ Կա այդպիսի բաներ, կոմանդոսն էլ վերջերս ասեց, մասնավորապես Նախիջևանի հաշվով նման ուրեմն արտահայտություններ եղան։ Ես դժվարանում եմ ասելու, դուք նման բան տիրապետում եք նման ինֆորմացիայի, որ մենք պետք է գնայինք եւ կանգնեցրին։ Օրինակ, երբ որ Շուշին վերցրեցին, ես Լևոն Տեր-Պետրոսյանի խմբի մեջ գտնվում էի Իրանում։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, որ ես տեղյակ չեմ։ Չէի իմանում, որ այդպիսի բան կա։ Հիմա ես չգիտեմ, իրոք տեղյակ չէր, թե դա տրյուկ էր դիվանագիտական, դժվարանում եմ ասել։ Բայց որ ինչ որ բան այնպես չէ, ինչ որ դուք եք ասում, դա հիմա պարզ է դառնում, բայց երբ որ խոսում ենք դիվանագիտության ուրեմն նվաճումների մասին, ես այստեղ առաջի հերթին նկատի ունեմ մեր բոլոր գործողությունների եւ արտաքին եւ ներքին դիվանագիտական պաշտպանությունը։ Դա լինում է հիմնականում ինֆորմացիայի միջոցով, ինֆորմացիոն պատերազմի միջոցով, եթե ճակերտների մեջ վերցնենք, մասնավորապես հիմա այնքան է լայնացել այդ շրջանակը, այնքան է հնարավորությունները մեծացել, շատ ավելի, քան թե ասենք 20 տարի առաջ էր։ Ես նկատի ունեմ, որ դիվանագիտությունն այսօր, որպես այդպիսին դասական դիվանագիտությունը, միայն միակ դերակատարը չէ միջազգային հարաբերություններում։ Դրա կողքին կան նաև public diplomacy են ասում, չէ, ժողովրդական դիվանագիտություն, եւ այնքան միջոցներ կան այդտեղ աշխատելու, որի մեջ մտնում է նաև ինֆորմացիոն լրատվական ուրեմն միջոցների աշխատանքը, պարլամենտի աշխատանքը, այս բոլորը ստեղծում են հնարավորություններ, որ երկիրը կարողանա իր իմիջը պահել ուրեմն միջազգային հարաբերություններում, միջազգային գետնի վրա։ Թե չէ հիմա տեսեք, ինչ է ստացվում։ Դուրս է գալիս, որ եւ սա ամեն տեղ է այդպես ասում, որ Հայաստանը դա ուրեմն օկուպանտ է, որը ուրեմն զավթել է օտարի հողերը 20%-ով եւ այս բանը համառ կերպով գնում է։ Այն ժամանակ նման բան չկար, հասկանում եք, ես դա եմ ուզում ասեմ։ Եթե գրավել ենք, դա մեր տարածքներն են, ինչու մարդ չկա այնտեղ։ Եկեք մի հատ սա հասկանանք։ Այո, անընդհատ նույնիսկ բաներ են, չէ՞, ստուգայցներ են անում այդպես խոչի բնակեցնում էլի, ասենք Ղարաբաղի Հայաստանը, բայց մեր գլխավոր անելիք կարծում դա պիտի լիներ, չէ՞, բնակեցնել, եթե դու չես ուզում, եթե մտքիդ չկա այդ, դա պիտի ամեն ինչ անեիր յուրացնելու համար նաև։ Կարողացանք դրան հասնել։ Ես Բեյրութում աշխատելուց տարիներին չկարողացա համոզել մարդկանց, որ եկեք գնացեք ապրեք այնտեղ, հայրենասերներ, մեր սփյուռքի եղբայրները եւ քույրերը, որոնք կարող են հայրենասիրության ուրեմն ամբողջ ճառեր արտասանել։
Դե արդեն գալիս է կառավարությունից, կառավարության խնդիրներից, որտեղ վերաբնակեցման քաղաքականությունը ճիշտ չի տարում նույն Բեյրութից, նույն Սիրիայում կամ մարդիկ ինչքան եկան Երևան ու հենց Երևանում, որ ստեղծված է նորմալ պայմաններ ապրելու համար, այսինքն դրանք ստեղից են փախնում։ Մի հատ էլ գնան։ Չէ, դուք որ հայրենասիրական մղումով կգան, կապրեն ընդամենը կես տարի կամ 1 տարի, չէ, հետո կհանդիպեն շատ մեծ դժվարություններ ու կգնան։ Ինչ կա, ինչ որ մի բան ոնց որ Շեքսպիրն է ասում, ուրեմն սխալ է այստեղ։ Մեր թագավորության մեջ սխալ է։ Ամեն անգամ մենք այս հրադադարի խախտումներից հետո նշում ենք, որ պետքա միջազգային հանրությունը, Մինսկի խումբը, դատապարտի, Ադրբեջանի կեցվածքը, ուրեմն 3 երբ հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարար ԵԱԿ Մինսկի խմբի ամենախագահանի հետ, հաջորդեց հայտարարություն, որտեղ կոնկրետ Ադրբեջանին ես անել եմ այդ հատվածը, կոնկրետ Ադրբեջանին ուղղված խոսք։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ հայկական կողմին կոչ կա միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Փաստորեն մարդիկ արդեն սկսում են հասկանալ, որ հրադադարի խախտողը հենց ադրբեջանական կողմն է։ Ճիշտ եք նկատել, հետաքրքիր է, որովհետեւ իրոք դրությունը փոխում է։ Նախ եկեք դուք վերջացրիք հարցը, հա։ Հա։ Նախ եկեք մի հատ քննարկենք կամ վերլուծենք, ինչպես եղավ, ինչու համար եղավ սա։ Ամեն բանն իր պատճառը, չէ՞։ Ադրբեջանի ուրեմն այս ինտենսիվ հարձակումները ինչու համար եղավ, ինչու հիմա եղավ եւ ինչ ուրեմն մոտիվներ կան սրա հետևում։ Ես սա բաժանում եմ երկու մասի՝ ներքին եւ արտաքին։ Հիմա եթե կուզեք մենք կարող ենք մեկ-մեկ խոսել այդ բաների մասին, չգիտեմ դեռ ժամանակը ինչքան կների։ Չէ, անպայման ուզում ենք որ նշեք մեկ-երկու գլխավոր պատճառները։ Մեկ-երկու գլխավոր պատճառները ըստ ինձ կայանում են նրանում, որ Ալիևը եւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գտնվում է բավական ճգնաժամային վիճակում։ Այստեղ շատ են պատճառները։ Նախ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը, նավթի ուրեմն գնի անկումը այստեղ, իսլամական ֆակտորի ուժեղացումը, սա շատ հետաքրքիր եւ շատ հեռու գնացող երևույթ է, որովհետեւ նա հույս ուներ, որ իսլամական պետությունում կռվող, այդ տարածքներում կռվող ադրբեջանցիները, այնտեղ 300-ից մինչև 500 մարդ կա այսօր կռվում է, հա, նույնիսկ ավելի թիվ են ասում, որ նա հետո երբ որ գան Ադրբեջան, հա, նա կուղի ուրեմն Ղարաբաղի դեմ, իսկ նրանք եկան ասին, չէ, ասում են, որ այս նավթը նախ պետք է լինի մերը, իսլամական շարժմանը պետք է պատկանի, եւ շատ լուրջ այնտեղ խմորումներ են գնում, հասկանում եք, եւ Ալիևը եւ իր վարչակարգը ստիպված են պաշտպանողական դիրք գրավել այսօր։ Սա մեծ հարց է, խորը հարց է, եւ չեմ ուզում։ Ամենայն դեպս նշենք, որ իսլամը, ուրեմն ֆունդամենտալ իսլամը գլուխ է բարձրացնում Ադրբեջանում եւ սա շատ վտանգավոր է ոչ միայն իրանց համար, այլև տարածաշրջանի համար, այդում նաեւ մեզ համար։ Սա մեկ։ Երկրորդը ես կարծում եմ, որ այստեղ կա նաև անգամ հոգեբանական, այսպես ասած, պահեր։ Տեսեք, եւ ոչ միայն հոգեբանական, նաև քաղաքական։ Ալիևը ամեն ինչ արեց, որ Ղազախստանի եւ ուրեմն Բելարուսի օգնությամբ փակեր Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպական տնտեսական միություն։ Թե ինչ բաների համար, ինչ խնդիրներ ուներ, դա պարզ է, չեմ ուզում հիմա կանգնել դրա վրա, կանգառնել։ Հա, դա չեղավ։ Հայաստանը դարձավ դրա անդամ։ Հիմա այս պարագայում նա կարծես թե ուզում է փորձել, թե որտեղ է Ռուսաստանի եւ Հայաստանի, այսպես ասած, համագործակցության ամրությունը, փորձակար է սա իր համար։ Տեսեք, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը Եվրատնտեսական միության անդամ է, Հայաստանը ունի, Ռուսաստանն ունի այստեղ 102-րդ ուրեմն բազան ռազմական։ Որ պահին սա կարող է սկսել դեր խաղալ այնտեղ եւ որտեղ կարող են կանգնեցնել իր ռազմական գործողությունները։ Սա իր համար շատ կարեւոր է, հա։ Եվ ես իմ ելույթներից մեկում ասացի, չգիտեմ դուք ինձ հետ կամաձայն եք թե չէ, Գյումրիի դեպքն եմ ես կապում սրա հետ։ Ես չեմ ասում, որ սա անպայման արել է այնտեղ բանը, հետքը չեմ ուզում տանել, բայց գիտեք ինչ կա, սրանք բոլորը համընկնում են իրար հետ, կարծես թե։ Մեկ թուրքական հետքը ես միանշանակ սա իմ կարծիքն է տեսնում եմ կապված 100-ամյակի հետ, հա։ Սա ինչպես նաև այդ Դարդանելյան, այսպես ասած, այդ 100-ամյակի մեջտեղ բերելը, չէ, Դարդանել կարծեմ թե Բոսֆոր։ Դարդանել։
Հա, եւ ուրեմն սա դրա մանևրներից մեկն է, տրյուկներից մեկն է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը շեղելու, սեփ խրելու այս բանի մեջ։ Սա էլ երկրորդ, հետո դրսի խնդիրները կան Ալիևի համար։ Տեսեք, բավական լարված են ադրբեջան-ամերիկյան հարաբերությունները։ Եվ շատ հետաքրքիր է սա, որովհետև ամերիկան անդադ քննադատում է, մասնավորապես երբ որ Ռուսաստանը փաստորեն փակեց Ամերիկայի ճանապարհը դեպի Կասպից ծով, ռազմական ներկայությունը, Ամերիկան ընկավ ինչ-որ միտեղ խոճապի մեջ եւ այստեղ առաջ են գալիս Ադրբեջանի հաշվով առաջ են գալիս ուրեմն ներքին խնդիրներ, այնտեղ դեմոկրատիայի ճնշում, մարդու իրավունքների ճնշում, խոսքի ազատություն եւ այլն, այս բոլորը իհարկե կա։ Եվ կարծես թե սկսում է հավասարակշռվել անգամ Եվրոպայի կողմից, որտեղ ավելի օգուտը Ադրբեջանի նավթն է այստեղ կարևորը, թե այս բոլոր խնդիրները, որոնք ես տեսնում եմ աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, որտեղ վերջին հաշվով այստեղ գնում է Ռուսաստանի եւ Ամերիկայի բախումը նոր աշխարհակարգի համար։ Ամբողջ այս ֆոնի վրա մենք պետք է նայենք, ես կարծում եմ, որտեղ հիմա կյանքի եւ մահու կռիվ է գնում, թե նոր աշխարհաձև կլինի արդյոք թե ոչ։ Ռուսաստան ուզում է գնալ դեպի բազմաբևեռ, Ամերիկան ասում է ոչ, ես եմ տերուտ իրականը։ Այս ամբողջ թոհուբոհի մեջ հասկանում եք Ալիևը կարծես թե ուզում է խաղալ եւ ինչ-որ ուզում է բան գտնել։ Հետո նա ունի մի շատ մեծ վախ, մտավախություն, դրա մասին մենք կարող ենք առանձին խոսել, ես դա կապում եմ արաբական գարնան հետագա ընթացքի հետ, որի հանգրվաններից մեկը կարող է լինել ուրեմն Ադրբեջանը։ Սա շատ լուրջ մասնագետների եւ շատ լուրջ վերլուծաբանների կարծիքն է եւ ռուսական եւ եվրոպական եւ անգամ թուրքական։ Ոնց հասկացա Մինսկի խմբի նման հայտարարությունը Ադրբեջանին զգուշացումը, որ համարի դա եւս քաղաքականության հետևանք է, ճնշման հետևանք է կամ շարունակություն։ Ըստ երևույթին, բայց Մինսկի խմբից ես մեծ բաներ չեմ սպասում։ Եթե Մինսկի խումբը կարողանա պահել կարգավիճակը ստատուս քվոն, դա արդեն մեծ բան կլինի։ Լավ, պարոն Ավասարդյան, բան հետաքրքիր է ձեր այս մտածումը նոր աշխարհակարգի ստեղծման շուրջ ամերիկա-ռուսական այդ հակասությունների միաբևեռ թե։ Հա, եւ ներողություն, իհարկե ուկրաինական ֆակտորը կա այստեղ։ Ես դրան եմ։ Հա, Ռուսաստանը զբաղված է, Ռուսաստանը նեղված է, Ռուսաստանը ճնշված է, առիթից օգուտ քաղեն։ Լավ, այս դեպքում եթե դուք ասում եք, որ սրված են հարաբերություններ, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները սրված են, բայց դրա այո, բավականին, բայց դրա փոխարեն ասենք շատ ներդաշնակ կարծես թե զարգանում են ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները։ Հիմա այստեղ եթե չասենք Ադրբեջանը վարում է միանգամայն ինքնուրույն քաղաքականություն, այլ հա ասենք համագործակցված կամ թելադրանքով Թուրքիայի հետ, հա այդպես ասենք։ Եթե մենք կապում ենք մեր սահմանների լարվածությունը, հա 15 թվի հետ, հա մենք կարող ենք մենք ինչ կարող ենք ընդհատել այդպես Հաճոյանում է իր ավագ եղբորը թե հանձնարարություն է, ասենք հանձնարարված այդպես ծրագրավորված են գործում։ Լավ հարց եք տալիս։ Չէ, կներեք ես ուզում եմ վերջացնել։ Այսինքն Ադրբեջանը կամ ունի իր քաղաքականությունը կամ ասենք համատեղում է իր ավագ եղբոր թուրքական պետության հետ։ Մենք ունենք մեր քաղաքականությունը, մենք կարող ենք որևէ ինքնուրույն ինչ ասեմ, այդպես քայլեր ունենալ, անելու հնարավորություն ունենալ, այդպես ջրի հոսանքին ընկած, այդպես տեսնենք ով ինչ է անում, մենք մի կերպ դիմանանք այս։ Դե գիտեք ինչ կա, եթե դուք համեմատում եք Ադրբեջանը, այսպես ասած, պայմանագրային կամ պայմանավորվածությամբ որևէ մեկի հետ կապված չէ։ Նա չունի ոչ Թուրքիայի հետ ինչ որ պայմանագրեր միջպետական, ոչ էլ Ռուսաստանի հետ։ Սա նրան հնարավորություն է տալիս անշուշտ մանևրելու։ Սա շատ կարևոր մոմենտ է։ Եվ այստեղ ավելի շատ գործում է գաղտնի դիվանագիտությունը։ Նրանք հրահրում են, նրանք սարքում են, դե թուրքերը մեծ վարպետ են այդ գործին։ Եվ Ադրբեջանն էլ կարողանում է այս երկու լարի վրա փորձում է խաղալ, եւ ռուսական, եւ թուրքական լարի վրա։ Թե ինչ կստացվի հիմա ես դժվարանում եմ ասել։ Իսկ ինչ վերաբերում է մեր իրավիճակին, դե մենք միանշանակ կերպով կապված ենք ուրեմն Ռուսաստանի հետ, մենք ունենք ՀԱՊԿ, մենք ունենք ԵՏՄ, մենք ունենք ուրեմն երկկողմ հարաբերություններ, երկկողմ համաձայնություն եւ ունենք ռազմաբազան։ Հիմա ինչպես պետք է դա օգտագործվի։ Անդադ ինձ էլ են հարց տալիս, թե բա սահմանի վրա կրակում են բան, բա Ռուսաստանը որտեղ է։ Չէ, բնական բան է։ Ժողովրդի համար, քաղաքացու համար սա հարց է։ Դե այնտեղ եթե նայեք ուշադիր այդ պայմանագիրը, սահմանային խժդժությունները կամ բախումները չեն մտնում ամիջականորեն
այդ հապկի պայմանագրի իրագործման կամ կիրառման մեջ։ Իհարկե, եթե Աստված ոչ անի, մեծ պատերազմական գործողություններ սկսեն, իրոք պատերազմական գործողություններ, այդ դեպքում հապկը ուզած կամ չուզած կմտնի։ Ես միշտ ասում եմ, ոչ թե նրա համար, որ մեզ փրկելու համար, այլ հենց ռուսական շահերը փրկելու համար։ Որովհետև եթե ներողություն, եթե այս հիմա Գյումրիի հետ կապված անդադ ասում են, հանեն, տանեն, բան, դուք պատկերացնում եք ինչ կլինի Ռուսաստանի համար ինչ կլինի, եթե այս ֆլանգը դատարկվի։ Նա փաստորեն կկորցնի ամբողջ այս ուրեմն տարածաշրջանը իր քաղաքական խնդիրները լուծելու համար, լուծելու մեջ ավելի ճիշտ։ Ու Հայաստանը այլևս չեմ ասում։ Այնպես որ ես չեմ կասկածում, որ նման դեպքում Աստված ոչ անի հասնենք դրան։ Իհարկե ոչ Նազարբայևը կգա օգնության կմտնի այդ բանի մեջ, ոչ էլ Բաչկան Լուկաշենկոն։ Պարոն Ավասարդյան, վերջի ամիսներին, ասենք, զոհերի թվի եւ սահմանների խախտման հաճախականացման հետ միասին, նաեւ զոհերի թվերի ավելացման հետ միասին սկսեցին նաեւ ձայներ հնչել եւ դրանց տրվեց պաշտոնական այդպես ձևակերպում պաշտպանության նախարարության կողմից, պես կանխարգելիչ նախահարցակ գործողությունների։ Այսօր էլ ասեց, առավոտյան լսեցի։ Եվ նույնիսկ ասենք ձևակերպում եղավ, այդպես տարածք դիվերսիայի դիմաց, ասենք գալիս են դու մի քիչ առաջ ես։ Եթե մեր պաշտպանության նախարարությունը կարողանում է եւ մեր բանակը կարողանում է այդ քայլերն անել, մեր դիվանագիտական կառույցները ունեն հնարավորությունը չեզոքացնելու, հա, տպավորությունը, որ Հայաստանը մի անգամ եւս ագրեսիա է անում եւ նորից պետք է փորձել այդ բոլորը անել, թե կկարողանան թե ոչ կհասնեն արդյոք այդ բանի, սա ուրիշ հարց է, բայց այս պարագային լինելով դիվանագետ ես նախապատվությունը տալիս եմ ուրեմն այսպես ասած բանակցային իր հերթին, բայց նաև ռազմական բան։ Օրինակ իմ սրտին մոտ էր այսօրվա հայտարարությունը, որ արեց նախարարը, որ եթե անհրաժեշտ լինի, մենք կգնանք պրևենտիվ, կանխարգելիչ գործողություն, շատ կարևոր է։ Այսինքն վերջին հաշվով գիտեք ինչ կա, եթե իրեր անվանենք իրանց անունով, երբ որ հրանոթները խոսում են, դիվանագիտությունը լռում է վերջին հաշվով։ Եթե մենք կարողացանք եւ ես համոզված եմ։ Մեր դեպքում ես հենց այդ բանից եմ վախենում, որ երբ որ հրանոթները կլռեն, հա, չի խոսի դիվանագիտությունը։ Դե այդպես պետք է անել, որ խոսեն։ Նախագահն էլ ինչու՞ միայն նախագահն հայտարարեց, որ պետք է կուտակումների պարագայում մենք պետք է նախահարցակնենք եւ անհրաժեշտ հարվածներ հասցնենք։ Սա իր գուցե մտածողության փոփոխություն է, արդեն տեսել են, ոչ թե հրադադարի խախտման դեպքում պետք է միանգամից ասել այդ էս միջազգային հանրություն, որ այնտեղ կրակում են, խփում են, այլ մենք ենք հարցակվելու կամ մենք ենք կանխարգելելու։ Դա միայն ողջունել կարելի է, որովհետեւ գիտեք ինչ կա, գալիս է հարաբերությունների մեջ մի պահ, որ երևի այդ ձևի պետք է գործել։ Համենայնիվ պատմությունը սա է ցույց տալիս։ Բայց այստեղ ծագում է անմիջապես մի հարց եւ անդադ տալիս են այդ հարցը։ Մեծ պատերազմ կլինի թե ոչ, հա։ Ես կարծում եմ, իմ անալիզն է սա, իմ վերլուծությունը, կարծում եմ, որ չի լինի։ Մեծ պատերազմ չի լինի։ Կարող է լինել բլից, կայծակնային։ Այո, բեմադրված պատերազմ։ Չգիտեք ինչ կա, ոնց է լինում, 2-3 օր խփում են, հասկանում եք։ Հետո մինչև, այսպես ասած, միջազգային կազմակերպություններ, բան ուշքի են գալիս, բան, արդեն եղածը եղած է։ Եվ ես կարծում եմ, որ այս պարագայում Ադրբեջանի վիճակը, ես ռազմական, այսպես ասած, մասնագետ չեմ, բայց իմ գոնե աղքատ ինֆորմացիայով ես գիտեմ, որ Հայաստանը շատ ուժեղ դիրքորոշումներ ունի։ Եթե դա չլիներ, Ալիևը կգնար ավելի առաջ։ Նա վախենում է, որտեղ կորցնելու շատ բան ունի։ Եվ այստեղ ոչ միայն նա, այլև ամբողջ այդ խողովակաշարերը շարքից դուրս կգան, դրանք էլ լավ հասկանում են։ Չնայած այնտեղ ես կարծում եմ, որ այնքան մեծ նշանակություն այսօր չեն տալիս։ Համենայն դեպս British Petroleum-ը սկսել կարծես թե հետ քաշվել, նավթի պաշարները կարծես թե փոքրացել են կամ ինչ-որ սպառման ենթակա են։ Բայց բոլոր դեպքերում գիտեք ինչ կա, շահերը այնքան մեծ են, որ ամբողջ այդ ներքին, ասենք, դեմոկրատիայի խախտում, մարդու ազատությունների ճնշում եւ այլն ասվում է, բայց երբ որ գալիս է արդեն պետական շահը, դա արդեն կարծես թե մղվում է երկրորդական պլան։ Նույնը կարելի ասել Ռուսաստանի համար։ Մեծ պետությունները ունեն իրենց շահերը, իրենց մտածելակերպը, իրենց ուրեմն թիրախները։ Եթե մի հարցը մշտապես տրվող դա է պատերազմ կլինի թե ոչ, ապա եւս երկու հարցեր կան, որ մշտապես տրվում է։ Պետք է բանակցությունների սեղանի նստել թե ոչ, որտեղ մենք տեսնում ենք ամեն անգամ բանակցությունները որևէ հարց չեն լուծում։
իսկ երբ նշում է միակառավարություն ընթացը նաև որ կան բանակցություններ եւ խաղաղությունը դեռ պահպանվում է, ապա մենք չենք տեսնում, որ խաղաղությունը պահպանվում է։ Արդյոք պետք է նստել բանակցությունների սեղանին թե ոչ։ Թույլ տվեք ես մի բան հավելեմ այդտեղ, հա, դուք էլ պարոն Ավասարզյան նոր ասացիք, որ Մինսկի խմբի, հա, ասենք գործունեությունը, եթե գործունեությամբ Մինսկի խումբը կարողանա գոնե ստատուս քվոն պահպանել, դա արդեն ահագին բան է, հա, այդպես եմ հասկանում։ Մոտավորապես։ Բայց կարծես թե ժամանակը մեր օգտին չի աշխատում եւ ինչ ասեմ, այս մեծ արտագաղթ, մեծ հոսքեր երկրից դժվար է ասել ստատուս քվոն եւս մի 20-30 տարի պահպանելով մենք ինչ ենք ունենալու։ Ես այդպես չեմ նայում, դուք ավելի երկար կապրեք Աստված տա այդ օրը տեսնեք լավ ավելի լույսի տակ։ Իհարկե սրանք հարցեր են, որ շատ լուրջ հարցեր եք դուք բարձրացնում, կգնան, կմնան։ Իհարկե, սա այն ինչ որ կատարվում է այսօր արտագաղթի հետ կապված։ Ես սա համարում եմ շատ մեծ եւ դուք բոլորս համարում եմ շատ մեծ վտանգ կապված մեր ժողովրդի գլխին, բայց չգիտեմ, ես հուսով եմ, որ փոխվելու է եւ նման ձևով չի կարող շարունակվել, որովհետեւ իրոք կարող է պետականության հարցը դրվել հարվածի տակ, բայց դուք ուրիշ բան եք հարցում, բանակցային գործընթաց։ Խաղաղ բանակցությունը չունի այլ ալտերնատիվ, այլ ընտրանք չունի եւ հնարավոր չէ ինչքան էլ որ մենք ուժեղ լինենք, ինչքան որ Ադրբեջանը ագրեսիվ լինի, եթե մենք վերջին հաշվով չգանք այդ հայտարարի, մենք ապագա չունենք, ոչ մեկ, ոչ նրանք, ոչ էլ տարածաշրջանում որևէ մեկը։ Այնպես որ ներողություն, պետք է անպայման բանակցել, ամեն գնով պետք է գալ բանակցությունների։ Բայց գիտեք, բանակցություն կա, բանակցություն էլ կա։ Կան նաև այսպիսի բաներ դիվանագիտության մեջ, որ բանակցում է, բայց մյուս կողմը այդ ժամանակ պատրաստվում է պատերազմի։ Սրանք բոլորը դիվանագիտ։ Պարզապես ովիկ տեսակետը չեմ կարող չկիսել, որ այսպես շարունակելու դեպքում կարող ենք իսկապես ունենալ մի պահ, որ մենք ունենք այնքան զինվոր, ինչքան զինվոր, որ սահմանին է։ Չէ, գիտեք, հետո մի ուրիշ բան կա, նաև տեսակետ կա, որ ինձ համար շատ ընդունելի է, որ այս հաճախականացումը, այս սահմանների, այսինքն անդադ պահելու լարվածության մեր սահմանները դրանով պարզապես նպաստում են նաև մեր արտագաղթի խթանմանը։ Կա նաև այսպիսի տեսակետ, որը Ղարաբաղի հարցի լուծում կամ պատերազմն է չկա, միակ լուծումը պատերազմն է։ Կիսում եք այդ տեսակետները։ Չեմ կիսում, որովհետև դա հարցի լուծում չի լինի, դա կլինի չեմ ուզում մտածել, թե չեմ ուզում անգամ ասել, թե դա ինչ կլինի։ Չնայած ես նորից եմ կրկնում մասնագետների հետ, երբ որ խոսում ես, Ադրբեջանն ավելի շատ կտուժի, քան թե մենք, բայց այդ պատերազմում երբեք շահող չի լինում։ Հասկանում եք։ Եվ գիտեք ինչ կա, ովքեր հաղթում են, նրանք մի կարծեք, որ ավելի լավ վիճակում են լինում հոգեբանական առումով, քան թե հաղթվողը։ Հաղթվող կողմը միշտ ուզում է ռևանշ վերցնել։ Ես Ալիևի այս ամբողջ քայլերի մեջ տեսնում եմ վենդետայի սինդրոմ եւ իր համար, եւ իր թիմի համար, հա, եւ անձնապես իր համար, եւ իր ժողովրդի համար։ Ասենք թե ամփոփելու լինենք, եթե պատերազմում հաղթած լիներ Ադրբեջանը, հիմա ինքը Ղարաբաղի հարցը փակած կլիներ իր դիվանագիտությունը գործի դնելով, իր ինֆորմացիոն պատերազմում ամեն ինչով։ Հիմա հաղթել ենք մենք, այս պահին ինչ պետք է, հենց ամենաառաջին քայլը այս վիճակից դուրս գալու, ինչ պետք է անել մեր դիվանագիտությունը, թեկուզ գոնե իր սահմանները նորմալ պահելու համար։ Հենց ամենագլխավոր քայլը կարող չէ, շատ քայլեր գուցե կան, ամենագլխավոր քայլը դուք էլ նշեցիք, բայց ո՞րն է։ Որ այսօր պետք է արվի։ Դե չէ, այդտեղ պետք է հրավիրեք արտգործնախարարությունից եւ նրանց հետ խոսեք։ Արտգործնախարարության դիմաց վերջերս բողոքի ցույց լրագրողներ արդեն բողոքի ցույց կազմակերպեցին, որ տեղում բազմաթիվ միջադեպեր, նախարարը որտեղ է։ Նախարարը ոչ ընդունեց, ոչ էլ ընդամենը ասեց մենք ուշադրենք ինչ է կատարում սահմանին։ Հետո մենք էլ ենք ուշադիր։ Մենք էլ ենք ուշադիր։ Բայց մենք արտգործնախարար չենք։ Բայց նախարարին հրավիրելով նախարարը լռում է։ Եթե դուք ինձ եք հարցնում, ես անցել եմ սովետական դիվանագիտական, այսպես ասած, դպրոց։ Իմ նշանաբանն է եղել այնտեղից եկած։ Դիվանագիտությունը պետք է լինի վերին աստիճանի ակտիվ, հա, մի բառով։ Իսկ ես այստեղ մեր պայմաններում ասում եմ ագրեսիայի սահմանակցող ակտիվություն։ Որ չկա։ Հիմա չգիտեմ ինչպես։ Ես բոլոր դեպքերում լավատես եմ մեր ժողովրդի եւ կայունության, եւ տոկունության, եւ հեռանկարային առումով։ Գիտեք, եթե պատմությունը վերցնեք, ծանր վիճակներ օրասական եղել են Հայաստանի համար։ Բոլոր դեպքերում
մենք այսօր այդ վիճակում չենք, ժամանակներն էլ այդ չեն, եւ հուսանք, որ մենք կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից եւ դուրս գալ ոչ միայն, ասենք, զուտ հաղթանակի իմաստով, այլև ապահովենք ժողովրդի համար նորմալ, ես կարծում եմ սա ամենակարևորն է, որ ասում են ինչ է ցանկանում մեր ժողովրդին, ասում եմ նորմալ, անխուճապ, հանգիստ կյանք ընտանիքներում, եւ հետո ամենակարևորը իհարկե կապույտ երկինք։ Ես որպես քաղաքացի ինքս էլ մտածում եմ, որ առաջիկայում էլ սպասելիքներ էս առումով իմ սպասելիքները միմիայն մեր բանակից է, ոչ թե դիվանագիտությունից, որտեղ մեր բանակն է առաջ։ Շնորհակալություն քննարկման համար։ Շնորհակալ եք։ Շնորհակալ։